Ընտանիք կազմեցինք, ամուսնուս հետ միասին, լավ թե վատ ապրեցինք, երեխեքին աղջիկներիս տեղավորեցի, մնացի, իմ տղիս հույսին լատենանք, նստել ենք թախտին, սպասում ենք բախտին։ Իմ երազանքը, որ իմ տղեն ընտանիք կազմի, գտնի իր կեսին, աչքս տենա, որ տանը երեխա ա քայլում, վազանամ, էլ ես ոչ մի բան չեմ ուզում։ Ես կարծում էի սկզբից աղջիկ ամուսնացնելն է դժվար, բայց բանից պարզվեց, որ տղա ամուսնացնելը շատ դժվար է։ Էս չաղա, ես շատ գիտեմ, ինքն էջնի տղա է, չաղի է չի հավանեմ, բայց կա, որ իրան է կարողա չհավանեն, ես չեմ ասեմ իմ տղեն, ես իմ վերևից իջած է։ Այնքան տղաներ կան սենց երիտասարդ չամուսնացած մեր գյուղում, ես մի փոքր գյուղում այն անցած անգամ հաշվում ենք, ասում ենք, տուն կա 2 հատ, դեռ ամուսնացնելու ունեն, տարիքները մեծանում է։ Վախում ենք սաբաբից, բայց առանց եթե տղեն ընկերուհի ընտրած չունի, այդ տղային պետքա մեկը պատճառ դառնա, չէ։ Պրոստը չեն ասում վիճ դրած ինքը ասի աման դուք, պրոստը ցույց տաս, ես աղջկա դուրը մի հատ թակեք։ Ապրում ենք ինչի համար, եթե գյուղի մեջ ապրեմ, ես կաթ առնեմ, անում եմ իմ չափով, մի կով եմ պահում, իմ կաթն էլ տանել եմ պատունել, պանիրնել, սմետանել, յուղնել, ամեն ինչն էլ, չեմ ծախում կաթը, ես մշակում եմ իմ կաթը, որ հիմի այսօրվան օրը իմ պանիրն էլ ունեմ ձմեռվա, իմ յուղն էլ ունեմ ձմեռվա, կաթն էլ եմ օգտագործում, ուզածը ժամանակ մածունն էլ ճնշում ունեցող մարդիկ ենք մեր մածունը մեր տանը, սենց։ Մարդը, որ իր ոտը գցի, վերմակից դուրս չի կարա գցի, չէ, իր վերմակի չափով։ Ամենքը իրան չափով, պահածունները, ինչ որ կարում եմ, անում եմ։ Օտը տվել եմ մեր Ասես մեզ սաբապ չդարան, մենք մեզ ընտրեցինք ու փնտրեցինք։ Ո՞նց հանդիպեցիք բա։ Ես աշխատում էի մեր Ստեփանավանի ֆաբրիկայում, հետո մեր ֆաբրիկան վարվեց այդ թվերին, տեղափոխեցին Ուռուտում։ Այստեղ 2 տարիներ աշխատեցի, հետո այս ամուսինս, հետո քույրիկս էլ էր ստեղ ամուսնացած։ Գնալով գալով սենց Տեսակ ու հավան։ տեսանք ու իրար ես թե չգիտեմ ես իրան փախցրեցի թե ինքը ինձ փախցրեց տես մի բան հա ես ճիշտն եմ ասում չէ ոչ մի հարցանիկ անգամ ծնողներս իմ քուրեր աղբերներս Երևանում են ապրում իսկ նրանք համաձայն չէին կյանքիս 2 մասը անցավ այստեղ ես էլ այնտեղ Սվերդլովը ինչ սիրեմ ուզեմ չուզեմ ես այստեղ եմ ապրում ես սիրում եմ որտեղ ապրում եմ այնտեղ էլ սիրում եմ Ուռուտի առավելությունը շատ մարդկային են, շատ հարեհաս են, թասիբով են, հանկարծ կողմնակի կողքից մի հատ վեճ կլնի բան, շատ թասիբով են։ Աստվածաղմաղ մարդ եմ ես շատ, հետո էլ ասմա
պետքա հացը տաս, հացը տվողին Աստված տալի կամամ, ասма տուր ես ձեռով, ստացի են ձեռով։ Իմ մամաս, որ այն ժամանակ է տարիներ առաջ ես դեռ ամուսնացած չէի, մենք ոչ թոնիր ունեինք, ոչ փուր ունեինք, Հայաթը ուրիշների տանն էինք թխում հացը, մամաս հացը որ թխում էր, գնում էինք որ տուն բերենք, մինչև տուն հասցնում էինք հացը, այդ հացի տակին մի 3 հատ հաց, որ տուն էր գալի, ասում էր, այ փայները չատնի, այդքան հացն իջա, այ մամաս մենք ով պատահում է ասում ենք հաց կտրի մի հատ հացը թևի տակնա դնում գնա ոնց ասեմ հացը դիր ու մամաս էլ էր հացով ով գար առևտրական կգար անկաղնան ինչ կգար կհրավիրեր տուն հաց միջի չուտացներ ամեն ինչ սենց հիմա շատ է փոխվի ես այս քանի տարի արի արդեն ես այստեղ եմ ապրեմ 40 քանի տարի արդեն 2 անգամ արդեն նկատելի է դառնում հարևանների մեջ, որ այն առաջվա ջերմությունն ու սերը չկա։ Մենք կովեր էինք հանում առավոտը շուտ, մինչև հերթով ֆռում ենք հարևանների տունը, կոֆե էինք խմում, հաց էինք ուտում, առավոտ շուտ։ Բայց հիմի վերացածա տենց բան չկա, թե տան իրանց դրվածնա, թե նոր հարսներ են գալի արդեն, իրանց տան տրադիցիան է փոխվում, էլ տենց ջերմություն չկա, անցավ գնաց, այն էլ մի բան էր։ Այն ժամանակվա ես հիշում եմ իմ ժամանակվա նոր տարին, որ այն ժամանակ խնձորն էլ էր դիֆիցիտ, այս Հայաթի տանց խնձոր այն ժամանակ սենց չեր տված պոպոկ պնդուկ, որ Հայաթները մնալնի բան։ Սպասում ենք նոր տարին գա, այն ժամանակ սկի սեղանին միչուկը, պոպոկի բանի միչուկ չէին դնում, կճեպով էին դնում, ասում էին գնանք այս սաթանիկ բաբոյի նոր տարին շնորհավորենք, տոպրակ էինք կարան, որ մեզ խնձոր, պոպոկ, բան տա, ուրախ էր, շատ էր ուրախ, չենք այդքան մտածում մենք չունեինք։ Ես սիրել եմ նոր տարին, տոնածառը, խաղալիքն, այ ես հասակին եմ, ես սիրում եմ տոնածառ, խաղալիք, երեխա չկա տանը, բայց թորներս կգան, կգնան, սենա թեպետ արդեն մեծ են երեխեքս, բայց համենայն դեպս այս տարիքին եմ ես սիրել եմ բան։ Դե մի քիչ է որ տկարություն կա, բան կա, պետք է էլ մի քիչ դեն կոմ տնես, ասում պետք է ուրախ դիմավորես նոր տարուն, որ ուրախ անցնի կյանքը։ Անկյուն գումարած 3 հեռուստաընկերությունը շարունակում են թունել հայտարարությունների, գովազդային հոլովակների պատրաստման եւ հեռարձակման պատվերներ։ Ցանկացողները կարող են պատվիրել նաեւ ձեր հարազատների, ծնողների եւ զավակների մասին դիմանկար ռեպորտաժներ։ Սփյուռքի մեր հայրենակիցները կարող են պատվիրել հայրենի գյուղի եւ եզերքի մասին հեղինակային տեսանյութեր։ Շուրջ 120,000 բաժանորդ YouTube-ում եւ սոցիալական տարբեր հարթակներում։ Առավելագույն դիտումներ, որ կարող են ձեր գովազդն ու հայտարարությունները հասանելի դարձնել ավելի քան 600,000 մարդու։ Վաճառքի, գնումների, ծառայությունների մատուցման աշխատանքի հրավերների համար մենք կլինենք ձեր լավագույն գործընկերը։ Մեր հեռուստաընկերության ծառայություններից օգտվելու համար դիմեցեք 055 18 47 87 եւ 093 56 88 38 հեռախոսահամարներով։ Անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն, ձեր լավագույն բարեկամը։